Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Միացյալ Նահանգների նախագահի միջնորդությամբ հաստատված ռուս-ուկրաինական էներգետիկ հրադադարը արդեն գոյություն չունի։ Կողմերը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց ենթակառուցվածքներին, հատկապես էներգետիկ ոլորտին է վերաբերվում։ Զելենսկին արդեն շտապել է մեղադրել ռուսական կողմը, նշելով, թե նրանք են խախտել հրադադարը։ Բայց զարմանալիորեն ռուսական կողմի փոխարեն Զելենսկուն պատասխանում է անձամբ Թրամփը, նշելով, որ Մոսկվան մինչև վերջ պահել է պայմանավորվածությունները եւ որ հրադադարի խախտման մեղավորը հենց Զելենսկին է եւ ուկրաինական կողմը։ Վերջին շրջանում ակնհայտ է, որ Միացյալ Նահանգներին գնալով ավելի է հոգնեցնում Ուկրաինան։ Մեծ հաշվով Միացյալ Նահանգները ինչ ցանկանում էր ստացել է։ Միացյալ Նահանգները Ուկրաինայում ստացել է հազվագյուտ մետաղների հանքավայրերը շահագործելու մասին պայմանագիր, որը բացառապես Միացյալ Նահանգներին է ձեռնտու։ Բացի այդ, ուկրաինական ճգնաժամի երկարումը ձեռնտու է նաև Եվրոպական միության ձեռքերը կապված պահելու համար։ Եվրոպական միությունը ամբողջությամբ գտնվում է Տրամփի հսկողության տակ եւ Եվրոպական միության տնտեսությունը արդեն ամբողջությամբ կարելի է ասել կամ գրեթե ամբողջությամբ կախված է Միացյալ Նահանգներից եւ Միացյալ Նահանգների էներգակիրներից։ Ամերիկյան ապրանքները առանց մաքսատուրքի ներմուծվում են Եվրոպական միություն, Եվրոպական միության ապրանքները 15% մաքսատուրքով են ներմուծվելու Միացյալ Նահանգներ, ըստ էության ոչ ձեռնտու դարձնելով նաև այդ ապրանքների արտահանումը։ Եվրոպական միության շարժիչ ուժ հանդիսացող Ֆրանսիան եւ Գերմանիան բախվել են լուրջ խնդիրների հետ, սկսած ուկրաինացի փախստականներից, վերջացրած արդյունաբերական ապրանքների սպառման հետ կապված։ Բացի այդ, արդյունաբերական շատ ուղղություններ, հատկապես մետաղաձուլական, որոնք բնորոշ էին Գերմանիայի տնտեսությանը, գնալով անկում են ապրում։ Հետևաբար, այդ շուկան ազատվում է ամերիկյան արտադրանքի համար։ Եվ հիմա Զելենսկու անընդհատ բողոքները ըստ էության Տրամփին արդեն իրականում սկսում են հոգնեցնել։ Եվ քաղաքականությունն էլ Տրամփը ցույց է տալիս, որ նա շարունակելու է տաք պահել կոնֆլիկտը, բայց շահագրգռվածությունը այդ կոնֆլիկտում ամեն կերպ աջակցել Ուկրաինային արդեն մենք չենք տեսնում Միացյալ Նահանգների նախագահի մոտ։ Իսկ Ուկրաինային մնում է հուսալ, որ Տրամփը ամեն դեպքում կօգնի իրենց եւ որոշակի ֆինանսական օժանդակություն կտրամադրի։ Դրա հետ կապված կար պայմանավորվածություն, բայց նաև Աբու Դաբիում կայացած հանդիպումից, որոնք շատ լրատվամիջոցներ համարում են անհաջող հանդիպում, այդ հանդիպումից հետո հետաձգվեց Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջև պայմանագրի ստորագրումը, որով Միացյալ Նահանգները պետք է վերականգներ Ուկրաինայի տնտեսությունը կամ դրա վերականգնման համար խոշոր գումարներ փոխանցեր։ Այնպես որ, ինչպես կարծում ենք, դեռ ամեն ինչ առջևում է։ Ուկրաինական պատերազմը ավարտվելու հետ կապված այն հայտարարությունները, թե մոտ ժամանակում դա կարող է լինել, ըստ էության չեն դիմանում քննադատությանը։ Վստահ ենք, որ այս տարի ուկրաինական պատերազմը դժվար թե ամբողջությամբ ավարտվի, չնայած տարին նոր է սկսել, բայց դեպքերի եւ իրադարձությունների վերլուծությունը եւ նաեւ պատճառահետևանքային կապի վերաբերյալ տեղեկատվությունը հնարավորություն է տալիս մեզ անել նման հայտարարություններ։ 2026 թվականին էլ ցավոք սրտի մենք չենք տեսնի այս կոնֆլիկտի իսպառ վերացում, քանզի կոնֆլիկտի շարունակումը կարծես թե բոլոր կողմերի համար է դառնում ձեռնտու։ Բացարձակապես այստեղ խնդիրը դառնում է ուկրաինացի ժողովուրդը եւ Ուկրաինա պետությունը, որի տարածքները ամեն օր փոքրանում են, նրա հարստությունները ամեն օր դառնում են շատ պետությունների սեփականություն եւ այդ պարագայում բնական է, որ այդ պետություններն շահագրգռված չեն ռազմական գործողությունների դադարեցմամբ։ Հաջորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կրկին կապ ունի Եվրոպական միության հետ, բայց այս անգամ խոսենք Ֆրանսիայի մասին։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նշել է, որ իրենք Ռուսաստանի հետ երկխոսության հետ կապված քայլեր են ձեռնարկում ուղիղ երկխոսություն սկսելու Մոսկվայի հետ։ Մակրոնից առաջ նման հայտարարություն արել էր նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։ Իհարկե պաշտոնապես ասում է, որ դա արվում է ուկրաինական կոնֆլիկտը կարգավորելու եւ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Բայց կարծում ենք այստեղ խնդիրը միայն Ուկրաինան չէ կամ ինչ որտեղ նաև բացարձակապես Ուկրաինան չէ։ Մակրոնին այլ խնդիր է հետաքրքրում եւ հուզում՝ էներգետիկ խնդիրները։ Ինչպես գիտենք, Եվրոպական միությունում Ֆրանսիան առանձնանում է նրանով, որ ունի ամենից շատ ատոմակայանները, բայց այդ ատոմակայանները գործարկելու եւ պատշաճ մակարդակով դրանց շահագործումն ապահովելու համար ուրան է անհրաժեշտ, հարստացված ուրան, որը այսօր Ֆրանսիան չունի, բայց որի կարիքն ունի։ Աֆրիկայում ուրանի հանքավայրերից զրկվելուց հետո Ֆրանսիայի հույսը Զանգեզուրի միջանցն էր եւ կարծում էին, որ կենտրոնասիական ուրանը կկարողանա Զանգեզուրի միջանցքով տեղափոխել Եվրոպա եւ ապահովել ատոմակայանների անխափան աշխատանքը։ Դա էլ չստացվեց։ Հիմա կարծում ենք Մակրոնի շահագրգռվածությունը կայանում է նրանում, որպեսզի ուղիղ երկխոսության միջոցով կարողանա գոնե ինչ որ խմբականակ ուրան ներկրել Ֆրանսիա ատոմակայանները
կայուն աշխատանք ապահովելու համար, քանզի այսօր էլ Ֆրանսիան մյուս եվրոպական միության պետությունների պես բավականին լուրջ կախվածություն ունի ամերիկյան էներգակիրներից, հատկապես հեղուկ գազից, որոնք մի քանի անգամ ավելի թանկ են։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպական միության ղեկավար կազմի որոշման համաձայն 2026-ից բնական գազից, 2027 թվականից նաև ռուսական արտադրության հեղուկ գազից ողջ Եվրոպական միությունը պետք է հրաժարվի, Ֆրանսիան կանգնելու է բավականին ծանր խնդիրների առաջ։ Ձմեռը դեռ առջևում է եւ հայտնի է չէ թե հաջորդ տարի ինչպիսի իրադարձություններ կլինեն։ Դրա համար Մակրոնը ըստ էության փորձելու է քայլեր կատարել նաև էներգետիկ անվտանգությունն ապահովելու Ֆրանսիայի եւ ապահովելու նրա էներգետիկ անկախությունը։ Իսկ դրան հասնելու միակ կարճ ճանապարհը հարստացված ուրանն է։ Այսօր Ֆրանսիան այդ урանը ձեռք բերելու այլ վայր չունի, քան Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններ վարելը եւ այդ урանը ինչ որ ճանապարհով ստանալը։ Սա Մակրոնին հնարավորություն կտա նաև զսպել այն սոցիալական հուզումները, որոնք ամեն պահի կարող են պայթել Ֆրանսիայի փողոցներում, դրա փորձը Մակրոնն արդեն ունի, իսկ նաև հաշվի առնելով, որ Մակրոնի վարկանիշը բավականին ցածր եւ կտրուկ անկում է գրանցել ֆրանսիական հասարակության մոտ, սոցիալական ցանկացած խնդիր պատճառ է դառնալու ընդդիմության կողմից Մակրոնի հրաժարականը պահանջելուն։ Այնպես որ Մակրոնը սեփական շարժառիթներ ունի Մոսկվայի հետ ուղիղ երկխոսության մեջ մտնելու համար։ Սպասենք տեսնենք, թե այստեղ իրադարձություններն ինչպես են զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կրկին Իրանն է։ Անընդհատ հակասական տեղեկատվություն է ստացվում եւ կողմերը կարծես թե պայմանավորվել են բանակցություններ վարել, բայց բանակցությունների վայրն է փոխվում։ Ստամբուլից հետո տեղափոխվում է նաեւ Քաթար։ Բայց դրան զուգահեռ Իրանի խորհրդարանում են քննադատություն հնչեցնում Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի նկատմամբ, նշելով, որ այդ բանակցությունները ոչինչ չեն տալու Իրանին, ավելին 12 օրյա պատերազմի ժամանակ բանակցություններն ընթանում էին, բայց ինչպես տեսանք, այդ բանակցությունները չնպաստեցին ռազմական գործողությունների չվերսկսմանը։ Բացի այդ, բավականին լուրջ լարվածություն կա Պարսից ծոցում եւ Օրմուզի նեղուցում։ Այնտեղ Միացյալ Նահանգներն է հսկայական խմբականակ տեղակայել նավատորմի, Չինաստանն եւ Ռուսաստանն են իրենց ռազմական նավերը տեղակայել այնտեղ մարտավարական եւ ռազմավարական փորձարկումներ իրականացնելու եւ մարտավարություններ իրականացնելու համար, նաեւ զորավարժություններ են սկսվում այնտեղ մարտական զենքի գործադրմամբ։ Եվ այս ֆոնին Միացյալ Նահանգների նախագահի հրամանով ըստ էության 3 իրանական անօդաչու է խոցվել Օրմուզի նեղուցում։ Սա կարող է բավականին լուրջ ազդանշան լինել եւ նոր ռազմական գործողությունների սկիզբ լինել, բայց կողմերը կարծես թե մինչև վերջ փորձում են խուսափել ռազմական գործողություններից, հույսը դնելով դիվանագիտության վրա եւ բանակցությունների վրա։ Այնպես որ սպասենք տեսնենք, թե իրավիճակը ինչպես է զարգանում եւ նոր ինչ անակնկալներ է մեզ մատուցելու Իրանը եւ ողջ Մերձավոր Արևելքը։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։